2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին քննարկումներն ամփոփվում են ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարարի զեկույցով։ Ըստ զեկույցի 2025-ին երկրի տնտեսական աճը կազմել է 7,1%, կապիտալ ծախսերը աճել են կազմելով հնայի 6,2%, հարկերը կազմել են հնայի 24,1%, հասնելով 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի։ Բյուջեի պակասուրդը կազմել է 418,8 միլիարդ դրամ կամ 3,7%, պլանավորած 5,5%-ի փոխարեն։ Պարտքը նվազել է կազմելով 47,3%։ Վահե Հովհաննիսյանը նշեց, նպատակ ունեն նվազեցնել պարտքի սպասարկման ծախսերը, իսկ 2025-ին որոշ չափով կանխել են սպասարկման վճարների աճը։ Մեր կապիտալ ծախսերը գերազանցել են պակասուրդը 283,8 միլիարդ դրամով, որոշ մարդիկ ասում են, թե մենք պարտքի ենք վերցնում ընթացիկ ծախսեր անելու համար, սրանով ապացուցում է, որ նույն 283 միլիարդ դրամով ավել կապիտալ ծախս ենք անում, քան պարտքի ենք վերցրել, եւ հարկային եկամուտները գերազանցել են ընթացիկ ծախսերը 112 միլիարդ դրամով։ Իսկ արդյոք կառավարությունը կարողացել է պահպանել մակրոտնտեսական ցուցանիշների սահմանված թիրախները, ինչպիսիք են տնտեսական աճ, գործազրկության կամ աղքատության նվազում եւ այլն։ Այն ինչ որ մենք ունենք թվերով եւ հաշվետվություններով, իրական կյանքում մարդկանց կյանքում բան է փոխել եւ մարդիկ դա նկատում են։ Այսինքն սա ուղղակի թվեր չեն, վիճակագրություն չի, այլ իրական գործողություններ են, որոնք փոխում են մեր կյանքի որակը, մեր համայնքների պատկերը եւ ընդհանրապես մեր պետության զարգացման մակարդակը։ Ֆինանսների նախարարը ներկայացրեց նաև այս տարվա առաջին եռամսյակի պետբյուջեի կատարման ընթացքը։ Աշխարհում տնտեսական աճի տեմպերն ու գնաճի տատանումները էականորեն ազդում են նաև երկրի ցուցանիշների վրա։ Փոփոխություններ կան նաև արտահանման ու ներմուծման դինամիկայում։ Հունվար մարտին արձանագրվել է արտահանման 4,5% աճ, հայկական ծագման ապրանքների աճը 36,9% է։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 4,6%-ով։ Նկատվել է ֆիզիկական անձանցից դրամական փոխանցումների աճ։ Տնտեսական ակտիվությունը աճել է 6,8%, գնաճը կազմել է 4,5%։ Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել տոկոսադրույքը, սահմանելով 6,5%։ Ունեցանք պիկային արագացում ապրիլ ամսին դարձավ 5,3%, այնուհետև թուլացավ գնաճը 4,2% է այս պահին կազմում, 12 ամսյա գնաճը, ու մենք ռիսկերի կառավարման մեր մոտեցմամբ հետևում ենք երկու հնարավոր տարբերակների էլ միաժամանակ, որ հնարավոր է նաև գլոբալ պահանջարկի թուլացում, հնարավոր է նաև արտաքին պահանջարկի նվազման մեր համար սցենարներ, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճը թույլ է, բացի այն խնդիրներից, որ քննարկվում է վերջերս կապված Հայաստան-Ռուսաստան առևտրի հետ, ինքնին Ռուսաստանի տնտեսության թուլացումը մեր համար թույլ արտաքին պահանջարկը, Եվրոմիության տնտեսությունն էլ է թույլ։ Կենտրոնական բանկի զեկույցը ընդունվեց ի գիտություն, հաշվեկնիչ պալատի նախագահը եւս հանդես եկավ անցած տարվա գործունեության մասին զեկույցով։ Պատգամավորների ուշադրությունը գրավեց այն, որ դատախազության հետ որևէ հաղորդակցություն տարվա ընթացքում տեղի չի ունեցել։ 2025 թվականին հաշվեկնիչ պալատն այդպիսի հաղորդակցություն չի ունեցել։ Ինչը, սակայն, բնավ չի նշանակում, որ գլխավոր դատախազությունը չի կարող օգտվել իր լիազորություններից եւ ուսումնասիրելով հաշվեկնիչ պալատի հրապարակած հաշվեկնության հաշվետվությունները, դրանցում առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնվելու դեպքում համագործակցել հաշվեկնիչ պալատի հետ։ Այս առումով պետք է նշեմ, որ 2025 թվականին այդպիսի հաղորդակցություն տարբեր թեմաների հետ կապված հաշվեկնիչ պալատն ունեցել է դատախազության հետ։ Հաշվեկնիչ պալատը այլևս այդ վերահսկիչ պալատի գործառույթը որպես կարելի ասել ներողություն այս բառից համար որպես ջիպոտ օգտագործելու այլևս չունի եւ չի պատրաստվում այդ դրամաբանությամբ գնալ եւ քաղաքական որպես բան ծառայել, հա, գործիք, բայց նաեւ շատ կարեւոր է այստեղ այդ հարաբերությունը եւ դատախազության եւ պրոակտիվության առումով նաեւ հաշվեկնիչ պալատի եղել է մի դեպք, այդ դեպքով ակնհայտ եղել է փաստաթղթերի տարբերություն, տեսել ենք հաշվեկնողները տեսել են, որ այդ փաստաթղթերի տարբերությունը արդեն իր մեջ կասկած է պարունակում հանցագործության, այդ նյութերը ուղարկվել են դատախազությանը։ 2025 թվականին արձանագրումը տեսել եք, այդպիսի բան չկար, որ հնարավոր լիներ կամ կարիք լիներ դրա հիման վրա դատողություն անել, որ այստեղ կարծեք թե բան կա, առնվազն կասկած կարող է լինել, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Տարեստարի նվազում է նաև հաշվեկնիչ պալատի եզրակացությունների թիվը, ինչը պատգամավորները սխալ են համարում։ Առաջարկեցին օրենսդրական փոփոխություն կատարել համայնքների աշխատանքի ու թերությունների վերաբերյալ առավել արդյունավետ հաշվեկնություն իրականացնելու համար։ Ատոմ Ջանջուղազյանը դեմ չէր։ Զեկույցն ընդունվեց ի գիտություն։
Վարդուհի Արզումանյան, լուրեր։